Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1396-րդ օրն է, ակնհայտ է, որ ռուսական քարոզչությունը մոլորվել է իրականության դեմ պայքարելու իր փորձերում, արդեն երկրորդ օրն է Պուտինյան քարոզիչները փորձում են աղմուկով ծածկել այն լուրը, որ չնայած փողերի համար մղվող ծայրահեղ ծանր պայքարին, Եվրոմիությունը այնուամենայնիվ 2 տարվա միջոցներ է հատկացրել Ուկրաինային բյուջետային աջակցության համար, արհեստական տեղեկատվական առիթների ստեղծումը Կրեմլին չի օգնում հավասարակշռել տեղեկատվական դիսբալանսը, որը ցույց է տալիս Պուտինի պարտությունը։ Մինչ ուկրաինական ուժերը ոչնչացնում են կարևոր ռուսական թիրախներ, իսկ այսօրվա խոցված օբյեկտների ցանկը իսկապես տպավորիչ է, ռուսները նախօրեին հարվածել են Մեծ Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքին, կրկին տուժել են սննդամթերք տեղափոխող բեռնատարների վարորդները, զոհվել է 8 մարդ, շուրջ 3 տասնյակ մարդ վիրավորվել է։ Բացի այդ, արդեն արձանագրվել է ռուսական դրոնների ներխուժման 3-րդ դեպքը Թուրքիայի տարածք, նախօրեին եւ այսօր Թուրքիայի Իզմիտ եւ Մանիասա քաղաքներում ընկել են ռուսական Արլան-10 եւ Մերլին VR դրոնները, իսկ ավելի շուտ դեկտեմբերի 15-ին թուրքական F-16-ը Սևծովի վրա խոցել էր եւս մեկ դրոն, որը դուրս էր եկել վերահսկողությունից եւ շարժվում էր դեպի Թուրքիա։ Հետաքրքիր զարգացումներ են, կհետևենք թե ինչի կհանգեցնեն այս տարօրինակ դրոնային շեղումները դեպի Թուրքիա։ Իդեպ անդրադառնալով ֆինանսների թեմային, այսօր նախագահ Զելենսկին հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է հաջորդ տարի Ուկրաինային տրամադրել լրացուցիչ ֆինանսական աջակցություն։ Աջակցության ընդհանուր ծավալը կազմում է գրեթե $6 միլիարդ եւ դա կօգնի մեր պաշտպանությանը ռուսական ագրեսիայի դեմ, ինչը շեշտել է Վլադիմիր Զելենսկին։ Դրական տեղեկություններ կան նաև չեխական նախաձեռնության մասին, որը նախատեսում է Ուկրաինայի համար զինամթերքի գնում։ Չեխիայի պաշտպանության նոր նախարար Յարոմիր Զունան հաստատել է, որ ծրագիրը կշարունակի գործել նաև 2026 թվականին։ Արևմտյան երկրների հետ ռազմական համագործակցությունը ամրապնդվում է, նույնիսկ Թրամփի ժամանակ Ամերիկան փորձարկել է Ուկրաինայի ծովային դրոնները։ Ի զարմանս Թրամփի, մենք ՆԱՏՕ-ի երկրների համար շատ հետաքրքիր մշակումներ ունենք։ Եթե նախկինում բոլորը հիացմունքով խոսում էին ՆԱՏՕ-ի ստանդարտների մասին, ապա այժմ ՆԱՏՕ-ի երկրներում հիացմունքով խոսում են ուկրաինական ռազմական մշակումների մասին, ինչը մեր թշնամիներին շատ տխրեցնում է։ Ուկրաինական ՍԲՈ-ի դրոնները շարունակում են շարքից հանել նավթագազային օբյեկտները Կասպից ծովում եւ ռազմական թիրախները Ղրիմում։ Նույն Կասպից ծովում խոցվել է նաեւ ռուսական նավ եւ արդյունահանող հարթակ, պլատֆորմա, իրանց լեզվով։ Բացի Ռուսաստանին հասցվող երևակայությունից վեր հարվածներից, Ուկրաինայի պաշտպանության ուժերը ռազմաճակատի որոշ հատվածներում հաջողությամբ հակագրոհում են եւ ռուս օկուպանտներին պատճառում են զգալի կորուստներ, այս մասին հայտնել է ուկրաինական զինուժի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին, իսկ ամերիկյան պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները ուսումնասիրելով ռուս բռնապետ Պուտինի հայտարարությունները եկել են այն եզրակացության, որ Պուտինը նույնիսկ գերազանցել է իր ենթակաների ստերը ռազմաճակատում իբր ունեցող հաջողությունների մասին, մինչ Պուտինը շարունակում է հորինել նոր հաղթանակներ եւ գոյություն չունեցող բնակավայրեր, ռազմաճակատում ոչնչացվել է եւս 1000-ից ավել ռուս զինվոր։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը խթանելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Շարունակելով ռազմական համագործակցության թեման, ասեմ, որ Ուկրաինան եւ Պորտուգալիան այսօր ստորագրել են ռազմածովային դրոնների համատեղ արտադրության մասին դեկլարացիա։ Իդեպ Թրամփը երկրորդ օրն է որևէ կերպ չի արձագանքում Եվրոպայի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու որոշմանը։ Ես հասկանում եմ, որ Պուտինն ու նրա շրջապատը շոկի մեջ են, բայց միթե նույնիսկ Թրամփը չի կարող այս թեմայով երկու բառ իրար կապել։ Իսկ մինչ Թրամփը լռում է, Կրեմլի դիկտատորը հրապարակավ հնչեցրել է ռուսական բանակի Ուկրաինայի ռազմաճակատում իբր ձեռք բերած մի շարք հորինված հաղթանակներ։ Պուտինը, ինչ Թրամփը նրան նորից ասպարեզ բերեց, դարձել է փչացած պատիֆոն, անընդհատ ինչ-որ բան գրմռում է։ Ամերիկացի վերլուծաբաններն են չափել Պուտինի ստերը։ Պուտինը դեկտեմբերի 19-ին կայացած ուղիղ գծի ընթացքում ակնհայտորեն զարդարել է ռազմաճակատում տիրող իրավիճակը եւ փաստացի հաստատել Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու իր մտադրությունը։ Այս եզրակացության են եկել պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի ամերիկացի վերլուծաբանները, ուսումնասիրելով ռուս դիկտատորի հայտարարությունները։
փորձագետների գնահատմամբ Պուտինը իրականության խեղաթյուրման հարցում նույնիսկ ավելի հեռու է գնացել, քան իրեն ենթակա ռազմական գործիչները։ Պուտինը հայտարարել է Դոնեցկի մարզում Սևերսկի եւ Խարկովի մարզում Վոլչանսկի իբր գրավման մասին, ինչպես նաեւ նշել է, որ ռուսական զորքերը վերահսկում են Լիմանի կեսը, Կոնստանտինովկայի ավելի քան 50%-ը եւ Գուլյայպոլիեի զգալի մասը։ Սակայն պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները որևէ հաստատում չեն գտել այդ Պուտինի հայտարարություններին։ Ամերիկյան փորձագետների տվյալներով ռուսական ուժերի ներկայությունը Գուլյայպոլիեում սահմանափակվում է մաքսիմում 7% տարածքով, Լիմանում շուրջ 3%-ով, իսկ Կոնստանտինովկայում առավելագույնը 5%-ով։ Նույնիսկ ռուսական ռազմական բլոգերներն են նշում թվեր, որոնք բազմակի անգամ ցածր են Պուտինի հնչեցրած տվյալներից։ Իսկ Վոլչանսկում ընդհակառակը շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը ռուսական ստորաբաժանումներին ամբողջական դուրս մղելու ուղղությամբ։ Վերլուծաբանները կարծում են, որ նման հայտարարությունները Կրեմլի տեղեկատվական ռազմավարության մի մասն են։ Մոսկվան փորձում է ամիսներ շարունակված ծանր մարտերից եւ մեծ կորուստներից հետո գրավված փոքր հատվածները ներկայացնել որպես իբր հեշտ եւ արագ առաջխաղացում։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտում ընդգծում են, որ նման բանավոր հաղթանակները նպատակ ունեն Ուկրաինայի եւ Արևմուտքի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաեւ հնարավոր բանակցությունների ֆոնին ռազմական անհաջողությունները քողարկելու։ Միևնույն ժամանակ Պուտինի խոսքերը հստակ ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստ չէ հրաժարվել իր առավելապաշտական նպատակներից եւ շարունակում է խաղադրույք անել պատերազմի վրա, իսկ բանակցությունները օգտագործում է միայն ժամանակ շահելու համար։ Ինչպես արդեն նշել էի եթերի սկզբում, Ուկրաինայի զինված ուժերը ռազմաճակատի առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են հակահարձակումներ եւ զգալի կորուստներ պատճառում ռուս օկուպանտներին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Սիրսկու խոսքով Ռուսաստանի օկուպացիոն բանակը ռազմաճակատի որոշ հատվածներում փորձում է ճնշում գործադրել Ուկրաինայի զինուժի դիրքերի վրա, սակայն ուկրաինացի պաշտպանները իրականացնում են արդյունավետ հակահարձակումներ եւ թշնամուն զգալի կորուստներ են պատճառում թե անձնակազմի եւ թե տեխնիկայի առումով։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ձախողելու ռուսական օկուպացիոն բանակի աշնանաձմեռային ռազմական արշավը։ Դոնեցկի մարզում գտնվող Պոկրովսկի ուղղությունը շարունակում է մնալ ռազմաճակատի ամենաթեժ հատվածներից մեկը։ Դեկտեմբերի սկզբին ռուսական քարոզչությունը հայտարարել էր իբր Պոկրովսկի լիակատար գրավման եւ Միրնագրադի շրջափակման մասին, սակայն Ուկրաինայի զինված ուժերը հերքեցին այս տեղեկությունը, այն անվանելով կեղծիք։ Համացանցում հրապարակված բազմաթիվ տեսանյութեր ապացուցում են, որ ուկրաինացի զինվորները շարունակում են պահպանել իրենց դիրքերը այդ քաղաքներում։ Հիշեցնեմ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Ռազմաճակատից բազում կադրեր ունենք։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 165 մարտական բախում։ Ուկրաինայի զինված ուժերը հավեսով խոցել են ռուսական բանակի հրամանատարական կետերը։ Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օկուպացիոն բանակը Ուկրաինայում կորցրել է եւս 1090 զինծառայող։ Գենշտաբի ռելիզը ձեր էկրաններին է։ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական զորքերի ընդհանուր կորուստները արդեն կազմել են 1,195,610 ռուս օկուպանտ։ Նկատում եք, չէ՞, տարվա վերջ ռուսական կորուստները նորից հստակ անցել են օրը 1000-ի շեմը։ Ուկրաինայի ՀՕՊ-ը 3 գիշեր խոցել կամ ճնշել է թշնամու 54 հարվածային միջոցներից 31-ը։ Եթերի սկզբում արդեն ասացի, որ կան խոցումներ եւ ցավոք սրտի նաեւ զոհեր։ Խաղաղ մարդկանց կյանքեր խլեց Պուտինը, որոնք պարզապես զբաղված էին իրենց գործով, մթերքների մատակարարմամբ, վարորդներ էին Օդեսայի նավահանգստում։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU-ն հեռահար դրոններ օգտագործելով ժամանակավորապես օկուպացված Ղրիմի Բելբեկ ռազմական օդանավակայանում ոչնչացրել է ռուսական 1 Su-27 կործանիչ եւ վնասել եւս 1 Su-27։ Երեք չհասցրեցի ձեզ եւս մեկ լավ լուրի մասին տեղեկացնել։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հերթական նպատակային հարվածը հասցրեց Կասպից ծովում ռուսական նավթարդյունաբերական ենթակառուցվածքներին։ Հարձակումը տեղի ունեցել Կասպից ծովի Ռակուշիչնե հանքավայրում հորատման հարթակի վրա։ Այս թիրախը Կասպից ծովում ուկրաինական դրոնների կողմից խոցված երրորդ ռուսական նավթային հարթակն է։ Նմանատիպ հարվածներ նախկինում իրականացվել էին Ֆիլանովսկի եւ Կարչագին հանքավայրերի հարթակներին։ Այդ հարձակումների արդյունքում օբյեկտներում արտադրական գործընթացները դադարեցվել են։ Այս գործողությունները հստակ համակարգային են եւ ուղղված են Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորող տնտեսական հիմքի խաթարմանը։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շարունակում է համակարգված կերպով
կերպով կրճատել նավթադոլարներից ստացված եկամուտները Ռուսաստանի ռազմական բյուջեի համար, Ուկրաինայի դեմ ագրեսիան ֆինանսավորող բոլոր օբյեկտները լիովին օրինական թիրախներ են, նշում են SBU-ում։ Ուկրաինական ուժերը ընդլայնում են իրենց գործողությունների աշխարհագրությունը եւ բարդությունը, գործելով առաջնագծից շատ ավելի հեռու։ Բայց սա էլ ամենը չէ։ Այսօրվա նոր տվյալները արդեն ստացվել են գլխավոր շտաբից, Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակաբար եւ համակարգված կերպով ոչնչացնում են թշնամու ռազմական եւ տնտեսական ենթակառուցվածքները, նվազեցնելով Ռուսաստանի ներուժը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Ռուսաստանի ռազմական եւ ենթակառուցվածքային օբյեկտների դեմ իրականացված մի շարք հաջող հարվածների մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական ներուժի թուլացմանը։ Հարձակումները իրականացվել են անցած գիշերը ուկրաինական դրոնների կիրառմամբ։ Կասպից ծովում խոցվել է Ռուսաստանի աղոթնիկ տիպի ռազմական նավը պարեկային առաջադրանքներ էր իրականացնում նավթագազային արդյունահանման հարթակի մոտակայքում, բացի այդ նոր հարված է հասցվել Կասպից ծովում գտնվող Ֆիլանովսկու անվան նավթագազային հանքավայրի հորատման հարթակին, ըստ Ֆիլանովսկու պլատֆորմը կարծես բոլորից շատ է պլանի տակ։ Օբյեկտը պատկանում է Լուկոյլ ընկերությանը եւ օգտագործվում է ոչ միայն նավթի ու գազի արդյունահանման, այլ նաեւ ռուսական բանակի կարիքները ապահովելու համար։ Մեկ այլ թիրախ է դարձել RSP-6M2 ռադիոլոկացիոն համակարգը ժամանակավորապես օկուպացված Ղրիմի տարածքում։ Այս համակարգը օգտագործվում է օդանավերի շարժը կառավարելու համար, այդ թվում բարդ եղանակային պայմաններում ավիացիայի վայրէջքի կազմակերպման համար։ Դրա շարքից դուրսբերումը նվազեցնում է Ռուսաստանի հնարավորությունները ապահովելու ռազմական ավիացիայի գործունեությունը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում ընդգծել են, որ նման գործողությունները շարունակվելու են նաև ապագայում։ Ուկրաինան մտադիր է շարունակել թուլացնել Ռուսաստանի հարձակողական հնարավորությունները, ինչպես նաև ճնշում գործադրել Մոսկվայի վրա հանցավոր պատերազմը դադարեցնելու նպատակով։ Շատ չերկարացնեմ շաբաթ օրվա եթերը, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք։ Ձեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում։ Հուսամ վաղը կհանդիպենք ել ավելի լավ լուրերով։ Բարով մնաք եւ մինչ նոր հանդիպում։